հոկտեմբերը հանդիսանում է կանանց կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսը եւ հոկտեմբերի ընթացքում տարբեր շենքերը լուսավորելով մեր տարբերանշանով եւ նման կրծքային ամրացնելով մենք հիշեցնում ենք կանանց հետազոտման եւ իրենց տարեկան անհրաժեշտ ուրեմն կանխարգելիչ հետազոտությունները անցնելու մասով ես ուզում եմ ընդգծել, որ այս տարի նաեւ Երևանում մի շարք շենքերի վրա եւս փակցվել են այս հիշեցնող պաստառները եւ սրա շրջանակներում նաեւ ուզում եմ ընդգծել, որ այս տարի պետությունը սկսել է սկրինինգային ընդլայնված ծրագիր, որով պետական պատվերով փակում է սոցփաթեթի շահառուների, հաշմանդամ ունեցող անձանց, սոցիալական տարբեր խմբերի անձանց համար նաեւ մամոգրաֆիկ հետազոտությունները, այսինքն մեր ուսուցիչները, բժիշկները, տարբեր պետական ծառայողները, զինծառայողների ընտանիքի անդամները կարող են անվճար հետազոտվել եւ մեր կարգախոսն է, որ մեկ հետազոտությունը կարող է կյանք փրկել։ Պետք է հիշեցնեմ, որ կրծքագեղձի քաղցկեղը ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում բավականին մեծ մահացության եւ հիվանդացության բեռ է եւ նման արշավների միջոցով գրագետ ճիշտ կանխարգելիչ միջամտությունների շնորհիվ մենք կարող ենք նվազեցնել թե մահացությունը եւ թե իհարկե շատ ավելի լավ կյանքի որակ ունենալ եւ ես շնորհակալ եմ բոլորին, որ նաեւ կառավարությունը միացել է այս իրազեկման արշավին։ Շնորհակալ եմ։ Տիկին Ավանեսյան, իսկ առողջապահության համընդհանուր ապահովագրության ներդրման պարագայում սկրինինգները իրենք փաթեթի մեջ ներառվելու են, թե ոչ։ Այո, պարոն վարչապետ, եւ հենց մեր ապահովագրության հիմնական ուղղվածությունն էլ լինելու է կանխարգելումը, վաղ հայտնաբերումը եւ հիվանդության հայտնաբերման ժամանակ վաղ փուլերում շատ ավելի ծախս արդյունավետ բուժում տրամադրելը։ Մենք նախորոք արդեն իսկ 3 տարի պիլոտային ծրագիր են կարել սկրինինգային մեր մարզերում եւ այս տարվանից էլ արդեն ընդլայնված բոլոր 10-ից ավելի բժշկական կենտրոններ հիմա իրականացնում են պետական ծրագրով սկրինինգային հետազոտություններ եւ ապահովագրության փաթեթում էլ այո ներգրաված լինելու են նաեւ նման ծրագրերը։ Ես կարծում եմ, որ իրազեկման տեսակետից ճիշտ կլինի նաեւ եթե մենք կարողանանք վիճակագրություն հրապարակել, թե վաղ հայտնաբերման դեպքերի քանի տոկոսում է, որ արձանագրվում է հիվանդության հաղթահարում եւ բուժում, որովհետեւ դա էլ կարծում եմ շատ կարեւոր է, որովհետեւ նույն քաղցկեղի հետ կապված մեր իմացությունը ժամանակի ընթացքում մեծանում է եւ հիմա ընդհանրապես ամբողջ աշխարհում քաղցկեղի վերաբերյալ այն նախկին ընկալումը չկա, որ դա դատավճիռ է անբեկանելի եւ իհարկե բարեբախտաբար շատ են դեպքերը, երբ որ հիվանդությունը բուժվում եւ հաղթահարվում է, բայց իհարկե սրանում շատ էական նշանակություն ունի վաղ հայտնաբերումը եւ այդ առումով այս ծրագիրը իսկապես կարեւոր է եւ նաեւ այո ճիշտ նշեցիք, ցավոք կրծքագեղձի քաղցկեղը Հայաստանում տարածված ձևերից մեկն է եւ շատ կարեւոր է, որ մենք այստեղ իհարկե նաև հանրային պատշաճ միջավայր ձևավորենք, որպեսզի քաջալերենք մեր կանանց, որպեսզի նրանք հաճախակի կամ սահմանված ժամանակահատվածում այդ հետազոտություններն անցնեն։ Իհարկե առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումով այս խնդիրը ավելի ինստիտուցիոնալ հենքի վրա կդրվի։ Շատ լավ, եթե լրացնելու բան չունեք։ Ուղղակի ավելացնեմ, պարոն վարչապետ, որ վերջին տարիների միջամտությունները այդ սկրինինգային ծրագրերի անգամ հատվածական ներդրումը, վիրահատությունների պետական պատվերով փոխհատուցումները, որոշակի դեղորայքի տրամադրումը արդեն իսկ մեր վիճակագրության վրա շատ լավ ազդեցություն է ունեցել եւ մենք եւ 23 թվականի եւ 24 թվականի վիճակագրական տվյալներով ունենք մահացության նվազում քաղցկեղի հիվանդությունների պարագայում։ Մենք ունենք հայտնաբերման ավելացում, բայց մահացության կրճատում, ինչը լավ ընթացք է եւ սա է մեր նպատակը, որ մենք հնարավորինս վաղ հայտնաբերենք, հնարավորինս շատ հայտնաբերենք բոլոր արկա դեպքերը եւ ճիշտ արդեն բուժման արդյունքում ունենանք լավ ելքեր։